Պարոն Մարտիրոսյան, վերջին շրջանում այնքան է արդեն հիբրիդային բառը եւ հիբրիդային պատերազմ բառակապակցությունը օգտագործվել, որ մարդկանց ընկալումներում էլ արդեն որոշակի այսպես տարընկալում կա, դա ինչ է, ի վերջո ինչ է հիբրիդային պատերազմը, ինչ է հիբրիդը, ինչ է ընդհանուր առմամբ կատարվում եւ ինչու է այսքան շատ սկսել խոսվել այդ երևույթի մասին, արդյոք վտանգը այդքան մեծ է եւ արդյոք դա էլի ուղիղ կապված է, քանի որ վերջերս տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ուղիղ կապ ունեն հունիսի 7-ի իրադարձության հետ։ Հիմա մենք կարող ենք ենթադրել, որ այս երևույթի մասին շատ խոսել է եւ նաեւ ինքնին երևույթի այսպես ակտիվ ու ցցուն երևալը էլի կապ ունի հունիսի 7-ի հետ։ Իրականում հիբրիդային շատ մոդայիկ բառ է դարձել ամբողջ աշխարհում։ Ու մյուս կողմից իրան շատ դժվար է բացատրել։ Այսինքն ինքը շատ հեղեղուկ տերմին է, որովհետեւ հիբրիդային կոչվում է կամայական ինչ-որ մեթոդ մի երկրի կողմից մյուսի վրա ներազդեցության, որը անմիջական տեսանելի պատերազմական, այսպես ասած, գործիքակազմը չի օգտագործում։ Այսինքն դա տեղեկատվական ինչ-որ գործողություններ կարող են լինել, տնտեսական, մշակութային, հին օրինակներից բերեմ, ոնց ամերիկյան հետախուզությունը օրինակ օգտագործում էր մոդեռն արվեստի ներթափանցումը սովետ, որպեսզի խարխլի սովետական գաղափարախոսական հիմքերը, հա։ Դա կարող են լինել կիբերհարձակումներ, հազարու մի ռեալ կյանքում գործողություններ, այսինքն օրինակ սաբոտաժ, ահաբեկչություն եւ այլն։ Ու հիբրիդայնությունը այն է, երբ որ ոնց որ հենց մրգերի հիբրիդը, երբ որ դու մի քանի բան իրար հետ ես աշխատացնում, հա։ Այսինքն դու օրինակ իրականացնում ես կիբերհարձակում, ընդ որում հիբրիդայինի անհասկանալիության մեջ նաև այն է, որ դու կարող ես այնպես անել, որ ոչ ոք չհասկանա, թե ով էր հարձակվողը, կամ ուրիշի անունից իրականացնես այդ հարձակումը, հա, որպեսզի օրինակ իրար դեմ բերես երկու երկիր, չնայած իրականում այս ամեն ինչի հետևում կանգնած է երրորդ երկիրը, այնպես որ հիբրիդայինը շատ խառը մի բան է, ընդ որում անընդհատ փոփոխվող, այսինքն նրանք ով զբաղվում են հիբրիդային հարձակումներով, դա մարդիկ են, որոնք անընդհատ փորձում են նոր սցենարներ ստեղծել, այնպիսի բաներ, որը հենց պաշտպանությունն է բարդացնում, որովհետև դու նույնիսկ չէիր էլ սպասում այսպեսի զուլում բան, հա, ոնց որ ասած։ Այնպես որ մեծ հաշվով հիբրիդայինի տակ կարելի է շատ բաներ պատկերացնել, բայց այսօր Հայաստանում հիմնականում հիբրիդայինի տակ հասկանում ենք տարբեր տիպի տեղեկատվական մանիպուլյացիաներ, ապատեղեկատվություն եւ ինչ-որ կիբերհարձակման դեպքեր։ Հիմնականում այդ դաշտն է։ Իսկ նպատակը ընտրողների գիտակցության վրա ազդելու միտում ունի միայն, թե ոչ միայն։ Իրականում, եթե մենք խոսենք հիմա ընտրությունների շրջանակում, ապա հիբրիդային հարձակումները կարող են ունենալ ինչպես փորձ, օրինակ, ինչ-որ մի թեկնածուին առաջ բրդել, կամ հակառակը օրինակ դրդել հասարակությանը, օրինակ այն թեզերով, որ ամեն ինչ արդեն անհույս է, իմաստ չունի գնալ ընտրությունների, որպեսզի մեծամասնությունը չգնա ու կարողանան, օրինակ այն մեկին ում առաջ են բրդում, հենց քիչ ձայների միջոցով առաջ տանեն։ Դա կարող է լինի ընդհանուր, ոչ թե օրինակ այդ երրորդ կողմը չի ցանկանում այս պահին իր թեկնածուին ունենալ, բայց ինքը ցանկություն ունի ընդհանուր խարխլել հասարակությունը, պետական ինստիտուտները եւ օրինակ ստեղծի տպավորություն, որ ընտրությունները արդար չէին, լեգիտիմ չէին, որպեսզի ընդհանուր առմամբ հաղթողը ով էլ դա լինի, ոնց որ վստահությունը հասարակության կորցնի, հա։ Դա էլ ձև, այսինքն օրինակ լինում են ընտրություններ, երբ որ դրսից, հիմա Հայաստանի օրինակը չեմ բերում, դեռ որ, չգիտենք մեզ մոտ ոնց կլինի եւ այլն, բայց օրինակ դրսից կիբերհարձակում է արվում ընտրական համակարգի վրա, ձայների հաշվարկը ինչ-որ անհասկանալի է անցնում տեխնիկական պատճառներով, բայց դա բերում է նրան, որ հասարակության մի հատված արդեն չի վստահում արդյունքների։
հա, այսինքն օրինակ այս դեպքում հիբրիդային հարձակումը նրա համար չի, որ ինչ որ կոնկրետ մեկը ընտրվի, կամ օրինակ դրսից հարձակվողը պատկերացում ունի, որ չի կարողանում իր տեխնացուին հասցնի հաղթանակի, այդ դեպքում հակառակորդ տեխնացուի դիրքերն է խարխլում, թուլացնում, որ օրինակ մյուս ընտրություններին կարողանա արդեն իր տեխնացուին առաջ բերել։ Այսինքն այստեղ շատ ինտրիգային բաներ կարող են լինել։ Պարոն Մարտիրոսյան, իսկ հիբրիդային տրամաբանության մեջ է, որ որոշ ուժեր նախընտրական այս տրամաբանության մեջ եւ նախընտրական շրջանում սկսել են արհեստական բանականությունից օգտվել եւ երբեմն այդ գեներացված տեսանյութերը, լուսանկարները նաեւ շատ վեճերի ու խնդիրներ են առաջացնում, այսինքն ընդհուպ դատական գործեր, բողոքներ, սա կարելի է դիտարկել հիբրիդային տրամաբանության մեջ, որովհետեւ գիտեք, օրինակ ուժեղ Հայաստան ուժը շատ ակտիվ օգտագործում է արհեստական բանականությունը, երբեմն դա բողոքների նաեւ տեղիք է տալիս։ Տեսեք, հիբրիդային հարձակումը դա ինչ որ նորմալ կամ աննորմալ գործիքակազմների միասնական օգտագործում է ինչ որ մի նպատակի հասնելու։ Այդ առումով հիբրիդային հարձակման մեջ կարող է մասնակցել օրինակ Telegram ալիքներ, բայց դա չի նշանակում, որ Telegram ալիքները ինքնին վատ բան են, հա։ Նույն արհեստական բանականությունը այսօր շատ ակտիվ օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից, ԱՄՆ նախագահան օրը մեջ ինչ որ մի բան է ԱԲ-ով ստեղծում ու դա սկանդալներ է առաջացնում ու շատ դեպքերում ակնհայտ է, որ ինքը միտումնավոր է դա անում հենց որ սկանդալ առաջացնի։ Հիմա տվյալ դեպքում մենք սա հիբրիդային չենք կոչի, որովհետև այդ մարդը նստած է իր երկրում եւ ներսից ինչ որ բաներ է անում, բայց դա գործիքակազմ է, որը կարող է դրսից ներազդողը նույն գործիքակազմը օգտագործի։ Դրսից ազդողը կարող է օգտագործի ինչ որ իր գործակալներին երկրի ներսում։ Այսինքն այստեղ գործիքակազմը ես չէի պիտակավորի, որովհետև մեծ հաշվով ԱԲ-ից բոլորն էլ օգտվում են, ուրիշ հարց թե միտումը, այստեղ այսինքն կա չարամիտ միտում, ընդ որում այդ չարամիտ միտումը դրսից ինչ որ մի կենտրոնից է գալիս, թե օրինակ կոնկրետ քաղաքական ուժի ինչ որ SMM մասնագետը իրեն հանճար է զգացել ու որոշել է դա ինչ որ տենց շատ ակտիվ օգտագործել։ Եվ վերջին շրջանում նաև շատ ենք տեսնում միտում, որ պարոն Մարտիրոսյան, ինչ որ թուրքական կամ ադրբեջանական, այսպես տարբեր տելեգրամյան ալիքներից կամ տարբեր աղբյուրներից ինֆորմացիա է տարածվում, հետագայում դա հերկվում է իհարկե ամենաբարձր մակարդակում եւ հետագայում պարզվում է, որ նույն ինֆորմացիան ու աղբյուրները, այսպես ասած, ուղիղ կապ ունեն օրինակ կրեմլյան որոշակի անհատների կամ քարոզիչների հետ, սա ինչպես հասկանալ։ Տեսեք, հենց հիբրիդային հարձակման տրամաբանության մեջ է, երբ որ դու անմիջական չես գործում, այլ օրինակ ստեղծում ես երրորդ երկրում աղբյուրներ եւ իրենց միջոցով ես աշխատում ու այդ դեպքում քո հետքը անմիջական չի երևում կամ լրիվ ուրիշ տպավորություններ ես ձևավորում եւ ռուսական հիբրիդային պատերազմ վարող մասնագետները շուտվանից շատ լավ հմտացած են, դա առնվազն օրինակ 10 տարի առաջ Թրամփի առաջին ընտրությունների ժամանակ, օրինակ ռուսաստանյան ազդեցության հետաքննված հատվածում երևում է, որ իրանք օրինակ բուծել էին մեծ քանակի ամերիկյան փորձագետների, այնքան լավ էին դարել, որ իրենց ցիտում էր ամերիկյան մամուլը, չհասկանալը, որ իրանք կեղծեր փորձագետների հետ գործ ունեն, բայց միշտ չի դրանք կեղծ են, այսինքն դրանք օրինակ կաշառած կարող են լինել, հա։ Օրինակ Ադրբեջանը շատ ակտիվ օգտագործում է երրորդ երկրների լրագրողների, որոնք փողի դիմաց հակահայկական օրինակ թեզեր են առաջ բրդում, բայց որ տակը փորում ես այդ հայտնի օրինակ այդ խավիարային դիվանագիտություն, հենց իմաստը դա էր, որ Ադրբեջանը ուրիշի ձեռքերով չերևալով ինչ որ բաներ էր լոբինգ անում կամ ինչ որ թեզեր, նարատիվներ էր առաջ բրդում, այդ առումով շատ թուրքական աղբյուրների հետևում թուրքական կառավարությունը չի, այլ մեկ-մեկ հայտնվում է ինչ որ այդ օրինակ թուրք լրագրողը իրականում Լուգանսկի գրանցում ունի ու տենց շատ կապերը տանում են Ռուսաստան։
Եվ քանի որ շատ է ասվում, որ հիբրիդայինի իմաստը նաև այն է, որ դու լիարժեք չես գիտակցում, թե որ երկրներից կամ որ, այսպես ասած, կողմերից է քո վրա ուղղորդվում այդ պատերազմը։ Հիմա մեզ համար ընկալելի է, թե որոնք են այն հիմնական, այսպես ասած, մեր հիբրիդային ճակերտավոր թշնամիները եւ հաճախ խոսվում է Եվրամիության աջակցության մասին։ Ինչ է կարծում, պարոն Մարտիրոսյան, Եվրամիության ունեցած գործիքակազմը բավարար է հիբրիդային այդ սպառնալիքների դեմն, այսպես ասած, առնելու համար։ Թե այնուամենայնիվ յուրաքանչյուր պետություն պետք է ունենա նաև իր հստակ գործիքակազմը, որովհետև քիչ են խոսակցությունները, որ մոլդովական օրինակը կարող ենք այստեղ կրկնել, Հրաստանի օրինակը։ Տեսեք, ապացուցային, ոնց որ ասած, բազան խոսում է, որ Հայաստանի դեմ այս պահին հիմնական հիբրիդային հարձակումները իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, ու բնականաբար միշտ մեր կողքին են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք իմիջիալոց բավականին իջեցրել են այսպես հարձակումների մակարդակը, որ պատկերացնեք, օրինակ Ադրբեջանը փակել է մի շարք հայալեզու քարոզչական աղբյուրներ։ Սա նույնպես պետք է դիտել այդ տրամաբանության մեջ, այսինքն ոչ միայն ակտիվությունն է կարևոր, այլ նաև պասիվությունը։ Ինչ վերաբերում է, թե ելով կարող է ներգրաված լինել, որոշ դեպքերում կարելի է տեսնել իրանական հետքը, Իրանը այդպես շատ ակտիվ չի գործում, բայց պարբերաբար, երբ որ իրենց շահերը այստեղ ինչ-որ բախվում են, օրինակ ամերիկյան ազդեցության հետ, մենք սկսել ենք նկատել, որ այնտեղից ինչ-որ որոշ ակտիվություն կա, բայց մենք հաստատ Իրանի համար առաջին թիրախներից չենք ու իրենք այստեղ ավելի ապահով են իրանց զգում, դրա համար շատ ակտիվ չեն աշխատում այս ուղղությամբ, բայց առնվազն ինչ-որ բան երևում է։ Որոշ ժամանակ ուկրաինական ազդեցություններ կան, հիմա չէ։ Հիմա Ուկրաինան ինձ թվում է այդքան ռեսուրս ու հավես չունի այս կողմ աշխատելու, առավել ևս, որ իրանք այստեղ ակտիվ էին այն ժամանակ, երբ որ ունեին խնդիր Ռուսաստանի ազդեցության հետ կապված Հայաստանում, բայց հիմա, այսինքն ես բերում եմ այն օրինակները, որտեղ մենք տեսել ենք առնվազն այս վերջի 5 տարվա մեջ, վերջին տարվա մեջ հիմնական դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է, ինչ շատ պարզ է, նույնիսկ եթե մենք ապացույցներ չունենայինք, հասկանալի է, որ Ռուսաստանը այս պահին ամենամեծ խնդիրներն ունի աշխարհաքաղաքական եւ իր պատկերացումները, թե որ ուղղությամբ այս ամեն ինչը պետք է գնա, բնականաբար իրենք գործում են ստեղ ակտիվ։ Ինչ վերաբերում է, թե եվրոպական փորձագետները կարող են օգնել, թե ոչ, տեսեք, հիբրիդային հարձակումների ամենամեծ խնդիրն է, որ իրականացնելը շատ հեշտ է ու էժան շատ դեպքերում, դրա դեմը կանգնելը շատ բարդ, որովհետև առաջինը առաջանում են բազմաթիվ օրենսդրական խնդիրներ երկրի ներսում, երկրորդը համակարգման հարց է, որովհետև հենց հիբրիդայինի դեպքում մենք գործ ունենք հարձակման, որը միանգամից տարբեր կետերից է խփում, եւ դու պետք է կարողանաս համակարգել իրար հետ մեկ-մեկ կապ չունեցող պետական եւ ոչ պետական ինստիտուտներ, հա, այսինքն օրինակ կարող է դեպք լինի, երբ որ դու առողջապահության նախարարությունը, բանակը ինչ-որ լրատվամիջոցներին, ինչ-որ ՀԿ-ներին պետք է իրար բերես, որովհետև հարձակումը շատ խուճուճ է արված ու պետք է իրանք կարողանան համագործակցել։ Այդ առումով կարելի է ասել, որ այս բային աշխարհում ընդհանրապես չկա ոչ մի երկիր, որ հաջող կարողանում է բոլոր հիբրիդային վտանգներին դիմակայել։ Ամեն մեկը ինչ-որ իր ձևով փորձում է դա անել։ Եվրոպացիք այս տարիներին որոշ չափով հմտացել են ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, որովհետև իրենք էլ են հայտնվել Ռուսաստանի թիրախում եւ բնականաբար որոշ իրենց փորձը այստեղ կարող է դրական լինի, բայց պետք չի ընկալել, որ իրանք այսպես ինչ-որ Բեթմենը եւ Սուպերմենը գալու են ու հարցերը լուծեն, պլյուս այստեղ նաեւ վտանգ կա, որ շատ չափից շատ մենք պատկերացնենք, որ մոլդովական փորձը իդեալական նստում է Հայաստանի վրա ու սկսենք ինչ-որ ուրվականների որսալ ու ռեսուրսը գնա մոլդովական փորձին դիմակայելուն, բայց հիբրիդայնությունը մտնի լրիվ ուրիշ կողմից ու այդպես էլ երևում է իրականում այն գործիքակազմը, որ Մոլդովայում աշխատում էր ու շատ դեպքերում նույն ցանցերը
Հայաստանի դեմ էին աշխատում, արդյունավետությունը Մոլդովայում իրանց մոտ ռեալ բարձր էր, Հայաստանում գրեթե զրոյական։ Այնպես որ այստեղ կարևոր է հիբրիդային մոտեցում ունենալ, այսինքն օգտագործել տարբեր երկրների փորձը, բայց մեկը որոշում կայացնողը պետք է լինի այստեղ Հայաստանում։ Եվ վերջում ամփոփելով պարոն Մարտիրոսյան, մի քանի այսպես հստակ կետ կամ խորհուրդ, եթե կարելի է այդպես ասել, որ պիտի իմանա առհասարակ հասարակությունը, որ օգտվում է մեդիայից, եւ նաեւ միջին վիճակագրական ընտրողը, որովհետեւ հասկանում ենք, որ հիբրիդային պատերազմի գործիքը այդ ներդրվում է հատկապես նրանց վրա ազդելու համար։ Ինչ կարևոր մի քանի բան պիտի իմանա մեդիայից օգտվողը եւ միջին վիճակագրական ընտրողը։ Տեսեք, ամենակարևոր մի քանի բանը, առաջինը այն է, որ հիբրիդային հարձակումների հիմնական դուռը պատուհան, այսինքն որով ինքը մտնում է եւ սկսում է ազդել, դա մենք ենք, մարդիկ ենք, հասարակությունն է եւ հիբրիդային հարձակումը հաջողվում է այն դեպքերում, երբ որ մարդու բանականությունը գլուխը դադարում է գործել եւ ինքը սկսում է զգացմունքներով ընկալել, այսինքն միշտ հարձակվողը փորձում է սկզբից վախի մթնոլորտ ստեղծել, հակառակը ինչ որ շատ մեծ սպասելիքների, ընկճվածության եւ այլն, հետո նոր սկսում է ոնց որ սրսկել իր գաղափարները, նարատիվները, ապատեգատվությունը եւ այլն։ Առաջինը հեշտ, բայց շատ բարդ կիրառվող բանն է փորձել գլխով ընկալել այն ինչ գալիս է, ոչ թե սրտով։ Սրտով սիրեք ձեր բարեկամներին, ծանոթներին, բայց մի ընկալեք տեղեկատվությունը այդ նույն կերպով, հա։ Երկրորդը աղբյուրները, փորձեք զտել աղբյուրները, ընտրեք մի քանի վստահելի աղբյուր ու աջ ու ձախ ամեն տեղից տեղեկատվություն մի քաշեք, հատկապես երբ որ մատով ինչ որ TikTok եք թերթում, ու սենց վրա գալիս է տեղեկատվություն, այստեղ էլ են լավ աշխատում հիբրիդային հարձակում անողները, որովհետև գիտեն, որ եթե մարդ մի ժամվա մեջ 50 անգամ թերթել է ուրեմն իր տեսանյութերը, իր ընկալունակությունը, տրամաբանության ուժը թուլանում են, որտեղ անդադ տարբեր բաներ է տեսնում, այստեղ շատ հեշտ է սրսկել ուզած այդ բանը։ Երրորդը, եթե համոզված չեք ստուգել, մի քանի տեղ չեք համոզվել, որ մի քանի լրատվական, մի քանի աղբյուր դրա մասին գրել են, կարևորագույն բանը մի տարածեք, որովհետև տարածելով դուք դառնում եք այդ հիբրիդային հարձակման շղթա։ Եվ երբ որ ասում եք պետք է ընկալել գլխով ոչ թե սրտով, հատկապես նկատի ունեք այն, որ երբեմն մեր վախերը, մեր էմոցիաներն են փորձում խաղարկել նույն Արարատ լեռան հետ կապված ցեղասպանության թեման է շահարկում։ Կապ չունի ինչը, այն է, որ մարդուն գցում են էմոցիոնալ վիճակի մեջ, այսինքն օրինակ տեղեկատվությունը այնպես է փաթեթավորված, որ դու մոտ միանգամից սարսափ առաջացնի, հետո արդեն դու կորցնում ես ունակությունը ինքնուրույն հասկանալու թե ինչ է, հա։ Շատ դեպքերում այդ զգացմունքը կարող է լինի ուրիշ տեսակի, օրինակ դու գիտես, որ այսինչ քաղաքական գործիչը շատ վատն է, ինչ կարդում ես իր մասին, արդեն դու սկսում ես վստահել զուտ, որովհետև քո մոտ տենց էմոցիոնալ պատկեր է իր հանդեպ, այսինքն կամ հակառակը, եթե ինչ-որ մեկին ահա որ բեսամ սիրում ես, չես կարողանում ընկալել քննադատությունը իր հանդեպ, միանգամից քո մեջ զարթնում է ինչ-որ ագրեսիա չընդունել, հա։ Իսկ դա նշանակում է, որ դու ինքնուրույն որոշում չես կայացնում։